Պարոն վարչապետ, եկեղեցու բարենորոգման այս ծրագիրը իրականացնելը արդյոք ներքին պառակտման չի տանում, որովհետև մենք դրա դրսևորումը տարեվերջին տեսանք Մայրաթոռում, երբ երկու խմբի էին բաժանվել մարդիկ, մի մասը պահանջում էր կաթողիկոսի հրաժարական, հեռանալ, մյուս մասը պաշտպանում էր, աջակցում էր եւ այնտեղ իրապահների շնորհիվ բախումներ չեղան, հնարավոր լինեին բախումներ, արդյոք ներքին պառակտման չի տանում եւ ուխտերթի ժամանակ ձեր գնահատմամբ դուք ստացաք հասարակության լայն աջակցությունը, որովհետեւ մեծ մասը, ինչպես կադրերում երևում են կամ մամուլը գրում էր, պետական ապարատի աշխատողներ էին։ Ես կարծում եմ, որ պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը ըստ էության հեռացված է եկեղեցուց եւ Հայաստանի ժողովուրդը ավելի ու ավելի պակաս կապ ունի իր եկեղեցու հետ, որովհետեւ եկեղեցու վերնախավի գործելակերպը հենց ժողովրդին եկեղեցին մեկուսացնելն է ժողովրդից, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովրդի եկեղեցին է, ժողովրդի համար է եկեղեցին։ Եվ մենք երբ որ տեսնում ենք, հիմա ասում եք ընդհակառակը, այս process-ը մարդկանց ավելի շատ է տանում պատարակների, նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձանում, պատարակի են մասնակցում, սարկավակ են դառնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի եւ եկեղեցու միասնությունը, ինչ վերաբերվում է Սուրբ Ծննդյան ուխտերթին, ես կարծում եմ, որ այն բավական մարդաշատ էր, այնտեղ կային պետական պաշտոնյաներ, այնտեղ կային քաղաքացիներ, այնտեղ կային ինձ քանի հոգի զոհվածի մայրեր են մոտեցել այդ երթի ժամանակ, իրենք պետական պաշտոնյա չէին, մարզերի բնակիչներ են մոտեցել, մարդիկ կային արտերկրից էին եկել, որ այդ երթին մասնակցել, իրանք պետական պաշտոնյա չէին, հետ այնց որ նայենք, ես մասնակցել եմ, պետական պաշտոնյա եմ, օրինակ կառավարության անդամներ եղել են, որ մասնակցել են, եղել են, պետական պաշտոնյա են, բայց բազմաթիվ, այսինքն վարչապետը հրավիրում է երթ եւ պետական կառավարման թիմակիցները պետք է չմասնակցեն, հա, պետք է բոյկոտեն, բայց չմասնակցեն, պետք է ասեք վարչապետը երթ է հրավիրել, նայեք, պաշտոնյաները մի հատ էլ բան են արել, բոյկոտել են, սա նշանակում է կառավարման ճգնաժամ կա Հայաստանի հանրապետությունում։ Պաշտոնյաներն են մասնակցել, ոչ պաշտոնյաներն են, որովհետև կառավարության ղեկավարը մասնակցում է այդ փաստի բերումով, այսինքն իմ կոչն ա եղել, ես եմ հրավիրել, չեմ ասել պաշտոնյաները չգան, ոչ պաշտոնյաները գան։ Հաշվել եք, ով է հաշվել որ մեծամասնությունը։ Ես էլ ասում եմ, ճնշող փոքրամասնությունն ա եղել պետական ապարատի աշխատող։ Գիտեք ինչ, բոլորը տեսակ, թաքուն ա եղել այդ միջոցառում, թաքուն չի եղել, դուք էլ եք ձեր տեսախցիկներով եղել եք, իմիջիայլոց, այս խոսակցությանը ի պատասխան, եկեք հաշվեք, քանի պետական պաշտոնյա մասնակցել, ի վերջո հրապարակային կադրերը, դուք էլ հաշվեք, մենք էլ հաշվենք, վերջում թիվը հրապարակենք, քանի պետական պաշտոնյա մասնակցել, քանի ոչ պետական պաշտոնյա չհանդիսացող մարդ մասնակցել, կտեսնեք, որ ճնշող մեծամասնությունը պետական պաշտոնյա չհանդիսացող մարդ է։